Հիմա Հայաստանում արկածախնդիր, ստախոս, վախկոտ կզացած այս երեք որակները իր մեջ կրող ազնվորությունն է ղեկավարում։ Նորմալ է սա։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Սա ռումբ է Հայաստանի Հանրապետության տակ։ Ուղղակի ռումբ է։ Համարեք, որ Հայաստան դաշինքը սապյորների խումբ է, որը պետք է այդ ռումբը վնասազերծի։ Սովորաբար ոնց են սապյորները աշխատում։ Վնասազերծում են, տանում են մի կանավի մեջ են դնում և պայթեցնում։ Հիմա մենք հասկանում ենք, որ այո, այս ճակատագիրը մերն է, մենք պետք է այդ հարցը լուծենք, և մենք կարող ենք լուծել։ Համաձայն եք։ Հարցերը լրջագույն են, սրանցից հետո քրտնաջան աշխատանք է պահանջվելու։ Փչացրել են հարաբերությունները բարեկամների հետ և չեն կարող ստեղծել նոր բարեկամներ։ Անում է ամեն ինչ Եվրոպացուց դուր գալու համար, բայց այդ ճանապարհին թշնամանում է Ռուսաստանի հետ։ Մենք փոքր երկիր ենք, բարդ տարածաշրջանում։ Մենք իրավունք չունենք արկածախնդրությամբ զբաղվել արտաքին քաղաքականության ոլորտում։ Սա լուրջ հետևանքներ է ունենալու Հայաստանի տնտեսության համար և Հայաստանի անվտանգության համար։ Ինչի համար ես դա անում։ Մակրոնին դուր գալու համար։ Թող Բրիջիտը դրա մասին մտածի։ Ինչ ունես։ Մեր հարցը պարզ է, մեզ համար։ Հայաստանը այս տարածաշրջանում պետք է լինի ամենից կազմակերպված, ամենից զարգացած, ամենից առաջատար երկիրը։ Դրա համար պետք է հմուտ կառավարում, կարգապահություն, կարգուկանոն և նպատակադրություն, առանց նման նպատակի մենք այստեղ լինելու ենք անհասկանալի մի միավոր։ Որտեղից քամի փչի, փորձելով ենք հարմարվել այդ քամուն։ Այն ֆլուգել են ասում են, որ քամին փչում է, սենց պտտվում է։ Հիմա սա գնում է Բրյուսել, բամբասում է ռուսներից, ասում է թիմ բերեք հիբրիդային պատերազմից պաշտպանվելու համար։ Գալիս են Հայաստան, մամուլ ասուլիսներ են անում, ասում են Ռուսաստան հետ եղբայրություն է։ Եթե եղբայրությունը ինչ է կատարում այս օրերի ընթացքում։ Սահմանափակումներ, որը ազդելու է ուղղակի ձեր բարեկեցության վրա, ձեր ընտանիքների վրա, բոլոր բիզնեսների վրա ազդելու է։ Հետո ինքը ասելու է, դե ինչ անեմ, հարիվ եմ։ Ոնց որ 18-ից 20 թվականը լեզվին տվեց այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանն ու Թուրքիան միասին պատերազմ չսկսեցին։ Մի շաբաթ մինչև պատերազմը բերած սուերը թռցնում էր ցույց տալու համար, որ ինչքան ուժեղ ենք, օդը փակել ենք։ Հետո պարզվեց, որ 0 սուի հետ մի հատ հրթիռ չկար։ Սա ես դու։ Հիմա նոր արկածախնդրության մեջ է մտել, աշխարհաքաղաքական խաղերի մեջ է մտել։ Մեզ թշնամացնում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ։ Ինչի համար։ Ինչ ես ուզում։ Ժողովուրդ ջան, իսկապես պահը ճակատագրական է։ Պետք է բոլորս սթափվենք։ Ես ասացի, որ համարեք, որ մենք սապյորական թիմ ենք, կա մի ադրբեջանական ռումբ, որը հայտնվել է Հայաստանում, դեռ չի պայթել, բայց կարող է պայթի։ Վստահեք մեզ և մենք այդ միսիան մեր վրա վերցնելու ենք, ձեր օգնությամբ, ձեր քվեններով։ Ուրեմն միասին կարող ենք,
Միասին եւ հունիսի 7 համար 17 հունիսի 7 ով քվեարկում է Փաշինյանի համար քվեարկում է Ալիևի համար սա պետք է դառնա մի կարգախոս կարող եք ասել Փաշաևի համար նույնն է տարբերություն այստեղ չկա ուրեմն ժողովուրդ ջան միասին կարող ենք աշխատեք ձեր հարևանների հետ, աշխատեք ձեր բարեկամների հետ, ընկերների հետ։ Մենք վերջ պիտի տանք այս խայտարակությանը։ Ուրեմն, միասին շնորհակալություն։